Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, Դարփինյանի ժամն է FM 106 եւ 5 հաճախականությամբ, դիտեք մեզ նաեւ համացանցում, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյին գործարար Ալիքին եւ պրոֆեսոր Արմեն Դարփինյանին սոցիալական հարթակներում, որպեսզի բաց չթողեք որևէ հաղորդում եւ այն տեսնեք։ Առաջինը երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ հեղինակը։ Ողջույն, պարոն Դարփինյան։ Ողջունում եմ, Դավիթ ջան, բարև ձեզ սիրելի ընկերներ։ Ամառային այս շոքին ողջունում ենք ձեզ աշխատանքային տրամադրությամբ։ Չոր անհասկանալի օգոստոս է, պարոն Դարփինյան, իմ տեսանկյունից, էլի, ինչ որ զարմանալու է, թե անցած տարի, չգիտեմ, օգոստոսին ազգային ժողովը աշխատում էր, չէր աշխատում, ընդհանուր առմամբ երկրում ինչ էր տեղի ունենում, կարծես թե եւ արձակուրդային է, եւ այնքան էլ արձակուրդային չի։ Դե սկսենք երևի ազգային ժողովի այդ նիստերից, ընդհանրապես ազգային ժողովից ես պիտի գոհունակությամբ ասեմ, որ ազգային ժողովը ձևավորվել է եւ կարծես թե առաջին անգամ այս գործող սահմանադրության ընդունումից հետո ես որոշակի պարլամենտարիզմի հոտ զգացի եւ շարունակում եմ մնալ իհարկե խիստ նախագահական ուղղագիծ իշխանության կողմնակից եւ պրինցիպիալ հակառակորդ եմ խորհրդարանական երկրի, բայց պիտի արդարության համար նշեմ, որ առաջին անգամ զգացի, որ կա պարլամենտարիզմի հոտը եւ այդ իմաստով պիտի գոհունակությունս հայտնեմ, սա մեկ։ Երկրորդը պիտի ասեմ, որ տեղի ունեցել սերնդափոխություն, քաղաքական սերնդափոխություն, որը նույնպես ողջունելի երևույթ է։ Ճիշտ է, որոշ դեպքերում մենք ունենք ուղղակի սերնդափոխություն, երբ հայրերից որդիներին է փոխանցվում, այսպես ասած, խորհրդարանական այդ դիրքը, մասնավորապես Ռուբենը, որը ընտրվեց խորհրդարանի նախագահ, որդին է Կարապետ Ռուբենյանի, որը նույնպես խորհրդարանի ղեկավարներից մեկն էր մեր նոր Հայաստանի 90-ականների Հայաստանի առաջին թե երկրորդ խորհրդարանում։ Իդեպ պիտի ասեմ, որ Կարո Ռուբենյանը շատ հավասարակշիռ գործիչ էր եւ խորհրդարանում իրեն հենց այդպես էլ դրսևորում էր։ Լավ կլինի, որ Ռուբեն Ռուբենյանը, ես կարծում եմ, արդեն ընդօրինակել է որոշակի իմաստով, որովհետեւ շատ հավասարակշիռ ելույթ ունեցավ եւ ստեղծեց, կարելի է ասել, դիալոգի մթնոլորտ խորհրդարանում եւ դա ողջունելի է, այսինքն մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պիտի հասկանանք, որ խորհրդարանում տեղի է ունենում գաղափարական դիալոգ եւ հարգալից դիալոգ, հարգալից մոտեցում է իրար նկատմամբ եւ այստեղ տոնը պիտի տա իհարկե գործող իշխանությունը եւ բնականաբար խորհրդարանի ղեկավարը։ Դրա դեպքում պիտի ողջունեմ Ռուբենին Ռուբենյան, որովհետեւ ես զգացի, որ դա հենց նույն մոտեցմամբ է, այսպես ասած, սկսել նոր նստաշրջանը, ինչը բավական անսպասելի էր, որովհետեւ նախորդ խորհրդարանում Ռուբենյանը առանձնանում էր նաեւ ագրեսիվ ելույթներով։ Հիմա որպես խորհրդարանի ղեկավար արդեն կարծում եմ, որ նրա գործառույթները այլ են եւ այդ մթնոլորտը պիտի պահպանվի, դա նույնպես ողջունելի է։ Բայց ամենակարևոր գործոնը, որը ես պիտի հիմա նախանշեմ եւ որի վերաբերյալ պիտի արտահայտվեմ, դա այն է, որ Հայաստանը այլևս հիմա արդեն վերջապես ունի ֆորմալ օպոզիցիոն լիդեր։ Մինչև այժմ մենք գիտենք, որ այդ լիդերները թաքնվում էին, այսպես ասած, խորհրդարանական խմբակցությունների ետևում։ Դա կամ Քոչարյանական խմբակցություններ նախորդ խորհրդարանում, կամ Սերժ Սարգսյանական խմբակցություններ։ Հիմա կամա թե ակամա Նարեկ Կարապետյանը դարձել է հայաստանյան, ոչ միայն խորհրդարանի, ընդհանրապես քաղաքական դաշտի, դիմադիր դաշտի լիդերը։ Սա միգուցե իր կամքին հակառակ է տեղի ունեցել, բայց պիտի ասեմ, որ այս ընթացքում երևի մի քանի ամիս է, չէ, որ նա հայտնվել է քաղաքական երկնակամարում, պիտի ասեմ, որ բավական աճ է դրսևորել, աճել է որպես գործիչ եւ նրան արդեն
նաև քաղաքական հակառակորդներն են սկսել ավելի լուրջ վերաբերվել, քան նախկինում են վերաբերվում, եւ դա գոհունակություն է նույնպես ինձանում ստեղծում եւ կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի շահը կայանում է նրանում, որպեսզի ընդդիմությունը կայանա, դա երկրի շահն է, դա պետության շահն է, դա կառավարող խմբակցության շահն է, որովհետև այդ դիալոգը անհրաժեշտ է ժողովրդին, անհրաժեշտ է պետությանը։ Եվ այստեղ պիտի նաև ասեմ, որ եթե մի բան կա, որ կարող է խանգարել Նարեկ Կարապետյանին, դա իր հորեղբոր դրսևորումներն են, որովհետև ցանկացած ելույթ, որ ունենում է Սամվել Կարապետյանը, բացասաբար է անդրադառնում Նարեկ Կարապետյանի եւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի գործողությունների վրա եւ նրանց վարկանիշի վրա։ Եվ պիտի հորդորեմ նորից, մեկ անգամ արդեն ասել եմ դրա մասին, Սամվել Կարապետյանը պիտի դուրս գա քաղաքականությունից, դա իր տեղը չի։ Եվ չխանգարի տվյալ դեպքում, նորից եմ կրկնում, միգուցե ակամա, միգուցե իր կամքին հակառակ, որովհետև մենք չենք տեսել Նարեկ Կարապետյանին քաղաքական դաշտում։ Պարոն Դարբինյան, Նարեկին Կարապետյան փոխանցենք, որ իրան դրա մասին ոչ մեկ չի ասի, բացի մեզնից։ Մենք իրան ասում ենք, որ կա տենց խնդրեմ։ Իհարկե կա այդ խնդրեմը։ Իհարկե, դե բայց մենք ինչի համար ենք այստեղ, Դավիթ ջան։ Մենք այստեղ կա տենց խնդրեմ։ Մենք այստեղ ենք նրա համար, որպեսզի մենք արդար կերպով դատենք, այսպես ասած, հանրային տեսանկյունից, հավասարակշիռ տեսանկյունից եւ արդար տեսանկյունից հասկանում ես, որտեղ մենք շահ չունենք, քաղաքական շահ, մեր միակ շահը այն է, որ պետությունը կայանա, երկիրը զարգանա եւ ժողովուրդը բարգավաճի։ Այսինքն սա է մեր հիմնական խնդիրը եւ իհարկե այն բացերը, այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք հասարակության մեջ եւ հատկապես քաղաքական դաշտում, մենք այստեղ պիտի բարձրաձայնենք։ Չէ, ֆիքսենք, որ դժվար թե ուրիշ ինչ-որ մեկը Նարեկին Կարապետյան դրա մասին դե հիմա տենց բարձր հիմա ամեն դեպքում նորից կրկնեմ, որ առաջին անգամ տես մենք 15 թվականին ընտրել են, ընդունել ենք ինչ-որ նոր սահմանադրություն, որ ես միշտ եմ եղել կատեգորիկ դեմ, 15 թվականից անցել է 11 տարի, նոր մենք ունենում ենք ֆորմալ օպոզիցիոն լիդեր, ընդդիմության լիդեր, որ ողջունելի է եւ ցանկանում են, որ կայանա օպոզիցիոն լիդերը եւ ցանկանում են, որպեսզի իշխանության ներկայացուցիչները համապատասխանաբար նույնպես դա գնահատեն, որտեղ դա գնահատելի երևույթ է, դա անհրաժեշտ է եւ արդեն զգացվում է այդ խորհրդարանական մշակույթի ձևավորման ընթացքում զգացվում է, եթե ընդդիմությունը կա, ապա իշխանության ներկայացուցիչները ամբռնազբոս վարքագիծ չեն կարող արդեն դրսևորել։ Նրանք պիտի հաշվետու լինեն, նրանք պիտի շատ ավելի զգույշ լինեն, շատ ավելի պատասխանատու լինեն։ Եվ իսկ ընդդիմությանը ես կհորդորեի ուղղակի թեթևաբարո խոսակցությունները, որ կա ինչ-որ այլ երկրի քաղաքացի, որը պիտի դառնա վարչապետ, դադարեցնել այդ խոսակցությունները։ Կա ընդդիմության լիդեր, փորձեք նրան կայացնել, մի խանգարեք, որ նա կայանա։ Կարծես թե նա դրա ներքին պոտենցիալը ունի, կարծես թե ունի նաև արդարության, ազնվության որոշակի գործակից, ամենայն դեպս դա պիտի դրսևորվի իր հետագա գործունեության մեջ, բայց նորից եմ կրկնում, որ մեզ համար սա շատ կարևոր ցուցիչ է, որ գոյությունն է այլևս խորհրդարանական եւ ընդհանրապես քաղաքական ընդդիմության լիդեր։ Հիմա ինչ վերաբերում է քաղաքական մշակույթին, գիտես Դավիթ, ես իմ հիշողության մեջ մտաբերում եմ մի շատ կարևոր դրվագ, որը իմ նաև քաղաքական կուլտուրայի վրա շատ մեծ ազդեցություն է թողել։ 98 թվականին, 1998 թվականին ես Քոչարյանի կառավարությունում ֆինանսների նախարար էի եւ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու եւ որի ընդդիմադիրն էր Կարեն Սերոպի Դեմիրճյանը, որի հետ ես արդեն նախկինում ասել եմ շատ մտերիմ հարաբերություններ ունեի, բայց լինելով Քոչարյանի կառավարության ֆինանսների նախարար, բնականաբար ես Քոչարյանի կողմնակիցն էի եւ Աղվանը Վարդանյան, որը Քոչարյանի շտաբի պետն էր այն ժամանակ ընտրության, նույնպես կվերհիշի այդ դրվագը, ես տեսնելով, որ այնքան էլ լավ չի գնում այդ process-ը, նախընտրական process-ը, իմ նախաձեռնությամբ մի ելույթ ունեցա, որը մեծապես օգնեց Քոչարյանին նախագահ դառնալ։
Եվ այդ ելույթը, որը որ ըստ էության Դեմիրճյանի դեմ էր։ Ելույթից հետո ես զանգ ստացա, Կարեն Սևոպիչը զանգեց ինձ, ասաց ապրես տղա, շատ լավ խոսեցիր։ Հասկանում ես, խոսեցի իր դեմ։ Զանգարեց անձամբ, ասաց ապրես տղաս։ Հեսա քաղաքական մշակույթի ամենաբարձր մակարդակն է, որը որ ես ուղղակի հիմա հատուկ բերում եմ այսօրվա երիտասարդներին օրինակ, որպեսզի նրանք դա ընդունեն։ Հասկանում ես, այդ մշակույթն եմ ես ուզում տեսնել երկրում։ Եթե ուզում եք, սիրելի բարեկամներ, խորհրդարանական երկիր կառուցել, սա է մշակույթի նշանով։ Կարգը այսպիսին է, այո, սա է։ Հիմա հաջորդը ինչի մասին կուզեի խոսել, Հիկմետ Նաջիևը, Ադրբեջանի նախագահի կարևորագույն դիմակիցներից մեկը, մի քիչ գլուխ գոված այս ընթացքում, եւ արտահայտվեց, որ իր ուրեմն ներգործության պատճառով Իսրայելը դադարեցրեց հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն դեպս հարցը դուրս չբերեց Կնեսետի նրանց խորհրդարանի քննարկման։ Պիտի հիասթափեցնեմ պարոն Հաջիևին, մենք արդեն ստացել ենք այդ իմպուլսը Իսրայելի կառավարության, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ կառավարությունը իր դիրքորոշումը հայտնեց։ Մնացածը քաղաքական խաղեր են։ Այսօր կընդունի, վաղը չի ընդունի, այսօր հնարավոր կլինի անցկացնել, դա Կնեսետում վաղը կկանգնացնի, խնդիրը դա չի։ Խնդիրը այն է, որ Իսրայելը ճանաչել է կառավարության մակարդակով, ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ դա նոր դռներ է մեր առջեւ բացում։ Ես արտահայտվել եմ դրա մասին, արդեն մենք պարտավոր ենք Իսրայելի հետ շատ ավելի լուրջ, չասեմ սերտ, ասում եմ լուրջ հարաբերություններ ունենալ, ստեղծել։ Մասնավորապես նորից խոսել եմ ես սրա մասին, Իսրայելի կառավարությունը արտգործնախարարության մակարդակով մի նոր պաշտոն է նախաձեռնել, որը կոչվում է քրիստոնյա աշխարհի հետ համագործակցության պատասխանատու նախարար։ Եվ այդ պաշտոնին նշանակվել է նախկինում Ադրբեջանում դեսպան աշխատած քրիստոնյա արաբ իսրայելցին։ Իսրայելի քաղաքացի է, իսրայելյան դիվանագետ, բայց արաբ է եւ քրիստոնյա արաբ է։ Քրիստոնյա արաբները կազմում են Իսրայելի բնակչության շատ ցածր տոկոսը, 185,000 մարդ կա այնտեղ քրիստոնյա, որոնք որ արձանագրված են, բայց ինչ է անում Իսրայելը։ Իսրայելը հատուկ նշում է, որ քրիստոնյա աշխարհի հետ համագործակցելու համար նա հատուկ պաշտոնյա է նշանակում, եւ ինչ նպատակով 2030 թվականին Իսրայելը նախանշել է Հիսուս Քրիստոսի մկրտության 2000-ամյակը նշել, հասկանում ես, եւ այս պաշտոնյան նշանակված է որպեսզի քրիստոնյա աշխարհի հետ, իսկ խոսքը գնում է 2 միլիարդից ավել մարդկանց մասին։ Քրիստոնյա աշխարհի հետ այդ թեման զարգացնի եւ կարողանա հասունացնել այդ 2030 թվականի ուխտագնացությունը դեպի Հորդանան գետ, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը։ Հիմա ես հարց եմ տալիս, ուր եք հայեր, հասկանում ես, առաջին քրիստոնյա ազգն եք, առաջին պետականորեն ընդունված քրիստոնյաներն եք, ուր եք դուք։ Նշանակված է պաշտոնյա, որը պիտի առնչվի, համագործակցի, բանակցի քրիստոնյա աշխարհի հետ։ Ես կարծում եմ, որ այստեղ մեր արտգործնախարարությունը եւ մեր դեսպանը, որը Իսրայելում նշանակված է, հսկայական գործ ունեն անելու։ Այդ մարդու, այդ պաշտոնյայի առաջին այցը պիտի լինի Հայաստան եւ մենք պիտի հասնենք դրան։ Եվ վերջին հաշվով մենք մեր տեղը դերը որպես քրիստոնյա ազգ միջոցառումների մեջ պետություն մենք պիտի ցույց տանք, որ մենք կանք, հասկանում ես, եթե հիմա քրիստոնյա աշխարհը ուխտագնացություն կազմակերպի 2030 թվականին Քրիստոսի մկրտության 2000-ամյակի կապակցությամբ եւ մենք այնտեղ չլինենք, դա նշանակում է մենք չկանք, ուղղակի պետք է խաչ քաշել եւ ոչ քրիստոնեական խաչ, այլ ուղղակի այսպես խաչ ու փեչ, այսպես ասած։ Հիմա արտգործնախարարությունը անելիք ունի այստեղ։ Շարունակելով արտգործնախարարության թեման, ես նկատեցի, որ կառավարությունը որոշում է կայացրել արտգործնախարարությունը վերանվանել եւ դարձնել արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Հիմա իհարկե շատ կարեւոր է, այդ որոշումը պիտի ընդունվի դեռևս խորհրդարանի կողմից, բայց քանի որ քաղաքացիական պայմանագիրը ունի այնտեղ բացարձակ մեծամասնություն, կարծում եմ, որ արդեն կարելի համարել, որ որոշումը ընդունված է,
ուրեմն արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Ես ողջունում եմ եւ դրական եմ համարում, որ պետությունը գիտակցում է, որ առևտուրը դա միջազգային քաղաքականության կարևորագույն ասպեկտներից է, շատ կարևոր եւ որը որ մինչեւ այժմ միգուցե մեր դիվանագետների կողմից անտեսված է։ Հիմա կա այլ ծայրահեղություն, մի հատ հիմա չսկսեն սրանք զբաղվել առևտրով, մոռանան դիվանագիտությունը։ Մենք նման օրինակներ եւս ունեցել ենք մեր պատմության մեջ, երբ դեսպանները ուղղակի ասենք ինչ-որ մանր առևտրով են զբաղված եղել այն երկրներում։ Անձնական շահերից ելնելով, դա էլ ֆիքս ենք, էլի։ Չամաչենք եւ ասենք, որ եղել են տես։ Այդ մեկ, այսինքն վտանգը սա մեկ, եւ երկրորդը մի քիչ դեվալվացվում է հատկորս նախարարության ստատուսը իմ կարծիքով այս պարագայում, այսինքն դա կարելի է անել եւ այդ շեշտադրումը կարելի է անել ֆունկցիոնալ տեսանկյունից եւ ոչ թե անվանման փոփոխության տեսանկյունից, ամենայն դեպս իմ կարծիքով այդքան էլ բարեհաճ չի հնչում արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Միջազգային առևտուրը որպես գերակայություն, որպես դիվանագիտական աշխատանքի բաղկացուցիչ մաս կարող է լինել եւ պետք է լինել մեր դեսպանատների պատասխանատվության ներքո, բայց նախարարության անվանման մեջ չեմ կարծում, որ այդքան էլ ճիշտ էր։ Դա ամեն դեպքում մենք մեր կարծիքը արտահայտենք, դրանից հետո տեսնենք ինչ է լինելու։ Ինչ վերաբերում է միջազգային առևտրին, սա նույնպես չի կարելի հասկանալ ուղղակի տեսքով, այսինքն խոսքը միայն եւ ոչ միայն եւ ոչ այնքան, ասենք, ծիրան վաճառելու մասին չի, էլի, միջազգային առևտուրը։ Տես ես շատ հետաքրքիր թվի հանդիպեցի, որը ես բազմաթիվ անգամներ շեշտել էի, բայց այս անգամ շատ ավելի ցայտուն երևաց։ Ուրեմն Հնդկաստանում Դավիթ յուրաքանչյուր տարի մոտ 2.5 միլիոն դիմորդ դիմում է բժշկական կրթություն ստանալու համար։ 2.5 միլիոն մարդ։ Ուրեմն Հնդկաստանում ամեն տարի առկա է մոտ 120,000 տեղ։ Այսինքն 2.5 միլիոնը 120,000 տեղի վրա, այսինքն մի տեղի վրա 15-ից 20 հոգի մարդ է ձգտում, բայց 2.5 միլիոն մարդ, հա, որոնց ընդամենը, ասենք, 7-8% է ընդունվում, մնացածը մնում են դուրս։ Հիմա ես գիտեմ եւ ողջունում եմ, որ մեր բժշկական համալսարանը, պետական բժշկական համալսարանը մոտ արդեն 5,000, միգուցե մի քիչ էլ ավել, բավական ակտիվ է, դիպլոմը ճանաչված է, նրանք լավ մեծ հեղինակություն ունեն այդ Հնդկաստանում, բայց 5,000 հոգին իմ կարծիքով դա լիմիտը չէ, որ մենք կարող ենք ունենալ եւ ես կգերադասեի, որ մենք ավելացնենք այդ թիվը, այդ 2.5 միլիոնից, տես, ասենք, որ խոսում են միջազգային առևտրի մասին, մենք կարող ենք արտահանել մեր կրթությունը, չէ, որ եթե դրա պահանջարկը կա 2.5 միլիոն մարդ, նորից եմ կրկնում, հիմա եւս մի 5,000 բերեք, պետությունը թող աշխատի դրա վրա եւ ստեղծենք հանրակացարանային հնարավորություններ, որովհետեւ խոսքը գնում է դեպի ուսում ձգտող, հա, անձնակազմի մասին։ Դա միայն այս բանգլադեշցիները չեն, որոնք որ ուրեմն ուղղակի սպասարկման ոլորտում են աշխատում, դա ուսման ձգտող եւ որակավորում ստանալու համար պայքարող, աշխատող, ձգտող, վճարող, այո, վճարունակ եւ խնդրեմ, խոսքը գնում է տվյալ դեպքում կրթական ծառայությունների արտահանման մասին։ Նույնը կարելի է ասել մեր այս նոր բացված data center-ի մասին, որտեղ մենք փաստորեն թվային ծառայություններ արտահանող երկիր կարող ենք դառնալ, որովհետև եւ արդեն կա դրա ամբողջ բազան։ Մենք բացվեց նախորդ շաբաթ այդ հայ-ամերիկյան հզոր համագործակցության արդյունքում ստեղծված այդ իմ կարծիքով շատ կարևոր կենտրոնը, ինչու որովհետև դա հայ-ամերիկյան ամենաբարձր որակի տեխնոլոգիական համագործակցության մասին էր եւ գիտես նաեւ հպարտություն կա որոշակի, որովհետեւ արդեն այս հայկական ընկերությունը ինվեստոր է հանդես գալու Ղազախստանում, հասկանում ես, այսինքն նույն Nvidia-ի համար սա նույնպես երևութային է, որ սկզբի քայլը կատարվում է Հայաստանում, այնուհետև Հայաստանում ստեղծված այդ թիմը եւ ընկերությունը Firebird-ը իրականացնում է
մինչև $10 միլիարդ հասնող ուրեմն ներդրում Ղազախստանում, հասկանում ես, այս զորագույն եւ կարեւորագույն մի գործոն է, որը նորից բացի նրանից, որ մենք թվային ծառայություններ կարող ենք արտահանել եւ դրա ուղղությամբ նույնպես պետք է արդեն սկսել աշխատել, մենք նաեւ որպես հասարակություն, որը պիտի կարևորի գիտությունը եւ գիտական նվաճումները, մենք պիտի օգտագործենք այդ հնարավորությունները, որոնք մեր քթի առջև են այլևս, մեր հետ են, մեզանում են։ Մենք պիտի դա կարողանանք օգտագործել, իսկ ինչ վերաբերում է Ղազախստանին, գիտես, Դավիթ, մեզանում շատ ոչ ճիշտ, շատ աղավաղված պատկերացում կա Ղազախստանի մասին։ Սովորաբար երբ խոսում են Ղազախստանի մասին, խոսում են թյուրքական երկիր լինելու մասին եւ չեն խորանում այդ ամեն ինչի մեջ։ Ղազախստանը լրջագույն երկիր է եւ լրջագույն պարտներ կարող է լինել մեզ, այնպես ինչպես նա արդեն սկսել էր եւ 2010-ական թվականներից սկսած բավական լուրջ ինվեստոր է հանդես գալիս նույն մեր հարևան Վրաստանում։ Թբիլիսիում ես գիտեմ բազմաթիվ խոշոր օբյեկտներ, որոնք որ ղազախներն են ստեղծել ղազախական կապիտալով։ Զորագույն երկիր է շատ հարուստ ռեսուրսներով եւ գիտես շատ սխալ է դա նույնականացնել եւ նրան ընդամենը դիտարկել որպես թյուրքական աշխարհի երկիր։ Դա միգուցե նրանց ինքնության 10-15%-ն է, ոչ այլ։ Շարքային երկիր էլ չի, այսինքն չի որ ուղիղ ենթակա պետություն։ Բացարձակ ոչ այլ։ Այսինքն նրանց ինքնության մեջ թյուրքականությունը այո կա, բայց չի կազմում առավել քան 15%։ Նրանք ճիշտ այնքան ռուսիֆիկացված ուրեմն ղազախներ են, հա, Տապաստանի ժողովուրդ է, հասկանում ես, հիմա թուրքական աշխարհը այդքան տապաստանական աշխարհ չի, էլ այնուամենայնիվ այս կողմն են ավելի, բայց նա տապաստանական ժողովուրդ են եւ շատ հզոր ժողովուրդ են, որոնք վերջին տասնամյակների ընթացքում շատ մեծ քայլեր են կատարել դեպի պրոգրես։ Ամենայն դեպս ես միշտ նկատել եմ դեռևս այն ժամանակ, երբ ստեղծվում էր ԱՊՀ միությունը, այնուհետև տարբեր տեսակի Ռուսաստանամերձ միություններ էին ստեղծվում, ղազախները շատ որակյալ անձնակազմ էին ներկայացնում բանակցություններում, նրանց նախարարների տեղակալները, իսկ հիմա արդեն ղազախական էլիտան բոլորը երիտասարդ պատրաստված, ըստ որում այնպիսի կադրեր են, որոնք առնչություն են ունեցել եւ կրթությանը ամենաբարձր որակի եւ բիզնեսին եւ երբ խոսում ենք կրթության մասին պարտադիր գրեթե բոլորը անխտիր ունեցել են եւ ռուսաստանյան բարձրագույն ամենաբարձր որակի կրթությունը եւ արևմտյան հիմա ես նկատում եմ որ մեր կառավարությունը եւ Փաշինյանը անձամբ շատ մեծ ուշադրություն է դարձնում եւ երիտասարդացնում է նաեւ կառավարման մեր համակարգը, փոխնախարարներ նշանակվում են հիմա արդեն կադրային բանկ է ստեղծվում եւ շատ ողջունելի է դա։ Նայում ես երիտասարդ դեմքեր են, որոնք ասենք ստացել են լավագույն կրթություն, բայց կա մի բաց։ Նրանք չունեն ռուսաստանյան կրթություն։ Հասկանաս, նրանք ունեն լավագույն արևմտյանը, բայց պակասում է այս ռուսական, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ խոսելու, բանակցելու, համաձայնեցնելու պարտադրելու ունակություններ ունեցող անձնակազմ եւ պրոֆեսիոնալ մարդիկ ովքեր այդ դաշտում գործում են մենք դրա կարիք ունենք եւ պիտի ունենանք ես դեռ չեմ տեսնում ռուսաստանյան բարձրագույն կրթություն եւ բարձրագույն շփում այդ թվում նաեւ բիզնես ոլորտում հիմա հետևեցնում ես ղազախներին նրանք անպայման աշխատել են եւ ռուսական ընկերություններում եւ արևմտյան եւ կարող են համադրել եւ ասեմ քեզ որ ղազախները այդ ԱՊՀ ամերձ բոլոր կառույցներում ներառյալ ԵԱՏՄ ներառյալ այս բանը ՀԱՊԿ նրանք միշտ եղել են սուվերենության շատ ուժեղ պաշտպաններ իրենց սուվերենության եւ ուրեմն մեր սուվերենության հասկանում ես չէ այսինքն նրանց պաշտպանական ունակությունները սուվերենության շատ կոշտ են եւ շատ դեպքերում պաշտպանել են նաեւ մեր սուվերենությունը որովհետեւ պաշտպանելով իրենցը պաշտպանում են մերը եւ չեն թողել եւ իմ կարծիքով երբեք չեն թողնելու այդ սուվերենության նվազում իրենց սուվերենության եւ ուրեմն մեր սուվերենության եւ ուրեմն ղազախները մեր լավագույն պարտներներն են այդ բոլոր համակարգերում եւ ԵԱՏՄ-ում եւ եթե մենք այլ կառույցներում մնանք կամ ունենանք այդ ձգտումը մնալու եւ այլն համենայն դեպս մենք պիտի
Ղազախստանի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխենք եւ սա արդեն նորից եմ կրկնում առաջին մեծ ծիծեռնակել չէ մի հատ մեծ ամենամեծ թռչունը մեծ թռչունը մի հատ որ արդեն մեր ինվեստիցիայից սկսվում է բայց Ղազախստանը եւ հարուստ երկիր է այնտեղ կան իրենց բիզնես լիդերները որոնք որ համաշխարհային ճանաչում ունեն այդ թվում նաեւ եւ ենթադրում են որ սա կլինի նաեւ խթանիչ հանգամանք ղազախների կողմից մեր տնտեսությունում ներգրավման համար սա էլ է շատ կարեւոր հաջորդը որի մասին ես կուզեի ասել դա իհարկե այդ ԵԱՏՄ-ի հետ կապված արձագանքներն են որոնք մենք ստանում ենք նորից Ռուսաստանից տեղի ունենում ոչ թե դիալոգ, այլ երկու մոնոլոգ։ Մենք ասում ենք մեր մոնոլոգը, իրենք ասում են իրենց մոնոլոգը, ըստ որում մենք մեր մոնոլոգի ժամանակ շատ հարգալից ենք արտահայտվում Ռուսաստանի նկատմամբ եւ Ռուսաստանի հետ մեր հնարավոր համագործակցության հեռանկարի նկատմամբ շատ դրական եւ շատ հարգալից դրա դիմաց մենք ստանում ենք անհարգալից բավական ձևակերպումներ որը մտահոգիչ է շատ մասնավորապես այսօր ես տեսա պարոն Գալուզինը որ արտգործնախարարի տեղակալն է նորից ինչ որ խորացել էր մեր սահմանադրության մեջ ինչ որ հոդվածներ էր բերում եւ այլն դա չեմ կարծում որ սա ճիշտ ճանապարհ է հա այսինքն մեզ ցույց տալ ի ցույց դնել մեր սահմանադրության հոդվածը որ դուք պիտի ռեֆերենդում անցկացնեք եւ այլն ռեֆերենդումը մեր գործն է էլի ոչ մեկի ուրիշի գործը չի դա ոչ Ալիևի գործն է ոչ էլ Գալուզինի գործն է ոչ Ադրբեջանի գործն է ոչ էլ Ռուսաստանի գործն է դա մեր գործն է կանցկացնենք մենք ռեֆերենդում չենք անցկացնի կփոխենք սահմանադրությունը չենք փոխի սահմանադրությունը Սահմանադրության վերաբերյալ այսօր եղավ որոշակի դիսպուտ մեր խորհրդարանում եւ կարծում եմ ճիշտ էր կառավարող խմբակցության պատասխանը ինչպես է փոխելու սահմանադրությունը եթե չունեք 2/3 պատասխանը ճիշտ էր փորձելու ենք համոզելով ենք փոխելու հա դա հիմա գործընթաց է որը որ պիտի սկսել եւ տանել առաջ բայց նորից վերադառնալով այս անորոշ իրավիճակին ԵԱՏՄ-ի եւ ընդհանրապես հայ-ռուսական իրավիճակին ես կարծում եմ որ Ղազախստանի օժանդակությամբ մենք պիտի կարողանանք հաղթահարենք այս ռեբուսը որովհետեւ մենք իմաստով ճիշտ ենք միակ ոչ հաշվենկատ քայլը միգուցե այն էր որ մենք այդ գործընթացի սկզբի վերաբերյալ Եվրոպային անդամակցելու նման օրենք ընդունեցինք բայց դա էլ միգուցե դա անհրաժեշտ էր որ ստանայինք եվրոպական նոր օժանդակության մասին գոնե հայտարարություն մենք այսօր ունենք Դավիթ ջան 2.5 միլիարդին գումարած եւս 2 միլիարդ 4.5 միլիարդ գոնե թղթի վրա այսօր մենք ունենք հնարավոր պոտենցիալ եվրոպական ներդրում մեր տնտեսության, լոգիստիկ հնարավորությունների, տրանսպորտային հնարավորությունների մեջ եւ դա արդեն ավելին է քան Ռուսաստանի հավաքական ներդրումները Հայաստանում։ Ի վերջո մենք ԵՄ գնում ենք թե չենք գնում, ոնց է կարծում։ Այսինքն մենք ունենք օրենք եւ ունենք վարչապետի հայտարարություն։ Դավիթ, ուրեմն հայտարարությունները ընդունվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով օրենքները իհարկե այդպես պիտի չընդունվեն քաղաքական նպատակահարմարություններից ելնելով օրենքները շատ ավելի մնայուն, շատ ավելի կարևոր եւ շատ ավելի լուրջ գործիք են օրենքի ընդունումը իմ կարծիքով ժամանակավորապես չնայած ես չգիտեմ ուղղակի բոլոր դրա պատճառները միգուցե դա անհրաժեշտ էր որպեսզի մենք ստանանք այս 4.5 միլիարդը եթե դա այդպես է ուրեմն լավ ենք արել ընդունել ենք բայց այնուամենայնիվ հիմա մեզ ասում են գնացեք ըստ որում ռեֆերենդումի տեքստը թելադրում պարոն Գալուզինը դա անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք դրսևորել մենք արժանապատիվ ժողովուրդ ենք արժանապատիվ ազգ ենք եւ մենք ուղղակի շատ ավելի վատ է դա մենք ավելի վատ ենք արձագանքելու նման դրսևորումներին ես նկատեցի Ռուսաստանի արտգործնախարարը նախարարությունը ունի Մարիա Զախարովա որպես խոսնակ եւ կա մի երիտասարդ որը նրա տեղակալն է երևի Զախարովան այս օգոստոսյան հանգիստն է վայելում ինչ որ մի ծովափնյա ուրեմն լավ տեղում իսկ այս երիտասարդը
նույնպես իրեն թույլ տվեց շատ անհարգալից դրսևորում։ Նախ մեր ժողովրդին անվանեց բնակչություն, որը իմ կարծիքով քաղաքական եւ միջպետական հարաբերություններում անթույլատրելի խոսույթ է։ Մենք բնակչություն չենք, մենք ժողովուրդ ենք, հա, ազգ ենք, բնակչություն չենք։ Եվ երբ իրենք արտահայտում են ռեսպուբլիկա բառը, իրենք դա արտահայտում են փոքրատառով, նկատի ունենալով նախկին սովետական միության շրջանակներում գործող կարգերը, երբ մենք իսկապես ռեսպուբլիկա ենք փոքրատառով։ Նույնիսկ այդ երիտասարդին ասել, որ մենք ռեսպուբլիկա ենք, բայց մեծատառով, հա։ Ռուսերենում մի շատ հետաքրքիր արտահայտության ձև կա, երբ մեկին ուզում են արտահայտեն իրենց ոչ հարգալից վերաբերմունք, ասում են «Эй, уважаемый», հասկանում ես հակառակն են ասում, հա, ում ասել «уважаемый», այդպես չի, էլի, մենք բնակչություն չենք, մենք ժողովուրդ ենք եւ ազգ ենք եւ մեզ պետք է հարգալից վերաբերվել, իսկ Ռուսաստանը, որը մեզ բարեկամ ժողովուրդ է, բարեկամ երկիր է եւ ես չեմ կարող հերքել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ, հասկանում ես, չեմ կարող հանդուրժել նման մոտեցում։ Բարեկամը այն կողմը կա, բարեկամությունը երկու կողմից է, էլի դուք ստեղ իհարկե բարեկամն եք։ Բայց այն կողմի բարեկամը կա, թե չկա։ Դավիթ ջան, այն բարեկամները, որոնք որ իմ հեռախոսի մեջ կային, հիմա վախենում են այդ բարեկամությունը ցույց տալ։ Այն կողմի բարեկամները կա։ Ես էլ ճիշտն ասած իրենց առանձնապես չեմ անհանգստացնում, որովհետև էլի, ասենք, այդ ամեն ինչը հսկվում է եւ այլն, եւ չեմ ուզում իրենց դնել վատ վիճակի մեջ։ Հիմա բայց տես Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եւս մեկ ձախողում արձանագրեց անցյալ ամիս էր, երբ տես իրենք կարողացել էին 4 թե 5 երկիր համոզել, որպեսզի նրանք ընդունեն եւ ընդունեն Աբխազիայի եւ Հյուսիսային Օսեթիայի նրանց անկախությունը։ Հիմա այդ երկրներն են Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն, հա։ Հիմա Նաուրուն օֆիցիալ արդեն հրաժարվեց։ Դες օֆիցիալ ձախողում է արդյոք, իհարկե ձախողում է։ Հիմա Վենեսուելան արդեն անցավ ամերիկյան տնօրինության տակ, այսօր եկուց նույնպես հետ է կանչելու։ Հիմա Սիրիան նույնպես, Սիրիայում Ռուսաստանը հանձնեց իր դիրքերը, որովհետեւ այնտեղ բազա ունեն, ռազմական բազա ունեն, ստորում մեր տարածքներում նախքին այդ թվում Քեսաբի շուրջ բոլորը այդ տարածքներում միջերկրական ծովի այդ բազաները եւս հանձնում են, այսինքն Սիրիան նույնպես իմ կարծիքով մոտ է այն ժամանակ, երբ Սիրիան նույնպես կհրաժարվի, դա մնում է միայն Նիկարագուան, հասկանում ես, հիմա Նիկարագուի հյուսիսին պետք չի մնա, էլի Ռուսաստանը, եւ պետք չի կորցնել այնպիսի դաշնակից, այնպիսի բարին կամեցող քրիստոնյա երկիր, ինչպիսին Հայաստանն է։ Սա ուղղակի հորդոր է եւ այն երիտասարդին, որը Մարիա Զախարովայի, այսպես ասած, դերում էր հանդես գալիս, եւ պարոն Գալուզինին, որը այնուամենայնիվ ռուս ինտելեկտուալ է եւ պետք է որ նա երկար տարիներ էլ ծառայում է, չէ՞, ԱԳՆ-ում, այսինքն այնպես չի, որ իրավիճակին նոր բախվել է։ Ծառայում էր։ Դա չի կարելի ասել, որ նրա պերսոնալ դիրքորոշումն է, դա արտգործ նախարարության Ռուսաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշումն է, որը ես ուղղակի ուզում հորդորել ասել, որ դրանով իրենք լավ բանի չեն հասնի Հայաստանի հետ կապված։ Ես բերեցի օրինակներ երկրների, որոնք նրանք կորցնում են, դե հիմա ինչու մի երկիր կորցնեն, էլի, դա իրենց շահերից չի բխում, էլի։ Հասկանա։ Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, շարունակեք լսել մեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ, բաժանորդագրվեք մեզ եւ պրոֆեսոր Արմեն Դարփինյանին սոցիալական հարթակներում, մենք կհանդիպենք Սադ Դարփինյանի ժամներ, այն ձեզ համար Դավիթ Խումարյանը վարեց, երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ Արմեն Դարփինյանն էր, պրոֆեսոր եւ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։